Չնայած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարունակական ձախողումներին, երկրպագուների դժգոհություններին ու անգամ մարզադաշտերում հնչող հրաժարականի պահանջին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում։ Հրաժարականի հարցին նա անդրադարձավ տևական դադարից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու։ Ազգային հավաքականի անհաջող ելույթների ֆոնին անցած աշնանը երկրպագուների շարժումները Մելիքբեկյանի հեռացման պահանջով փողոց դուրս եկան։ Բողոքի ակցիաները մարզադաշտեր հասան։ Շաբաթներ առաջ խաղերից մեկի ընթացքում իրականացված ցույցը ոստիկանական գործողություններով ուղեկցվեց, ձերբակալություններ եղան։ Ինչու չի հեռանում ֆեդերացիայի նախագահը։ Մելիքբեկյանն ամիսներ առաջ հայտարարել է, թե պարտադիր է համարում սկսված նախաձեռնություններն ավարտին հասցնելը։ Հավաքականի արդյունքներն այս խոսքերից հետո մինչդեռ էլ ավելի են վատ տարածել։ Մարտին ընտրանին միայն 2 խաղերի ընթացքում 9 գոլ ընդունեց Վրաստանից։ Ջախջախիչ պարտությունից հետո քննադատության ալիքն էլ ավելի ուշ գնացավ։ Այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են, խոշոր հաշվով, 2 պարտություն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մինչ այդ 2 տարի մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել։ Եվ բոլորը, ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը շատ ծանր են տանում այս պարտությունները։ Շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական առիթ հանդիսանա քննադատության։ Մեր հերթին մենք փորձում ենք դրանից հետևություններ անել, հասկանալ, ինչը որպես ֆեդերացիա կարող ենք ավելի լավ անել, որպեսզի խուսափել դրանից։ Ֆեդերացիայի նախագահին հարցեր տալու հնարավորություն լրագրողները հազվադեպ են ունենում։ Այսօր հրավիրված ասուլիսը 3 ժամ տևեց։ Մելիքբեկյանը նախ իրականացված աշխատանքը ներկայացրեց, հետո հակիրճ անդրադարձավ հեռացման պահանջին։ Հրաժարականի մասին հաջորդ հարցերին ֆեդերացիայի ղեկավարը չցանկացավ պատասխանել։ Այսքան երբ որ ես խոսեցի եւ դուք նորից չեք տեսնում, այսինքն իհարկե կարելի է տեսնել միայն վատը եւ պետք կարելի է չցանկանալ տեսնել լավը, բայց դա արդեն յուրաքանչյուրի անձնական ընկալման հարց է։ Ազգային հավաքականը իր վերջին 30 խաղերից հաղթել է միայն 6-ում, 19 անգամ պարտվել է, 5 հանդիպում էլ ոչ ոքի է ավարտվել։ Մինչդեռ տարիներ առաջ, երբ նրան կառավարությունում վարչապետ Փաշինյանն էր ընդունել, Մելիքբեկյանը շատ ավելի հեռուն գնացող նպատակներից էր խոսում։ 22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել, դուրս գալ աշխարհի կամ Եվրոպա առաջության եզրափակիչ փուլ եւ դա մեր արտացոլված է մեր ռազմավարության մեջ։ Հավաքականը ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ չհասավ։ Ֆեդերացիայի նախագահն էլ մոռացել է, թե 4 տարի առաջ ինչ նպատակների մասին է հայտարարել։ Ես չեմ ասել, որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, 24-ը ես ասել եմ, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար։ Մելիքբեկյանին չհամոզեց նաեւ իր խոսքերի ուղիղ մեջբերումը։ Կներեք, որտեղ է դա գրած։ Սա գրված է կառավարության պաշտոնական կայքեջում, խնդրում եմ կամ իրենց հետ հասկացեք, երևի ձեզ վերագրել են բաներ, որը դուք չեք ասել։ Չէ, գուցե այնտեղ մի բառի սխալ եղել, որտեղ ես շատ լավ հիշում եմ այդ հանդիպումը։ Դիտարկմանը, թե իր խոսքերը փաստող տեսանյութ կա, Մելիքբեկյանն արձագանքեց։ Գուցե լեզվի սայթակում է եղել, այնինչ ֆեդերացիայի նույն 2019-2025 թվականների ռազմավարության ազգային հավաքականների վերաբերվող բաժնում նպատակների շարքում առաջինը հենց այս մրցաշարերից մեկին որակավորվելն է։ Ստացվում է, ֆեդերացիայի նախագահը չի հիշում, թե իր ղեկավարած կառույցի առանցքային փաստաթղթերից մեկով ինչ թիրախներ են սահմանվել։ Սա այս փաստաթղթում ամրագրված եւ իրականություն չդարձած թիրախներից միայն մեկն է։ Օրինակ, նպատակ ունեին մինչ այս տարի առնվազն 32,000 հանդիսական տեղավորող նոր ազգային մարզադաշտ կառուցել, ինչի շինարարությունն անգամ մինչ օրս չի սկսվել։